Մոլորած այս աշխարհի մեջ մարզե զգացումները Աստծո համար։ Մենք բոլորս հավատացյալներ ենք, բայց բոլորս ալ իբրև հավատացյալներ վարժությունը ցերկ բերած ենք, ըլլա մեր աշխատանքով, ըլլա մեր շուրջիններուն ցայներով, ուսուցումներով, զանազան աղբյուրներ է, որ ամեն ինչ գրոնական ենք։ Ընդհանրապես տեսեք, մարդ արարածը շնորհք ունի Աստուծմե դժվարությունները թյուրացնելու։ Քանի որ դա համաձայն է, ժամանակ մը վերջ քեզի դժվար թվող բանը կսկսείς թյուրությամբ անել։ Բոլորս ալ մեր ղարքին ունենք։ Մինչ մեր սայտակած բնությունը հոգևոր բանը գադարելու մեջ դժվարություն կունենա, մարդը բնականաբար իր մեջը կփորձի անոր թյուրին ցևը գտնել։ Եվ թյուրին ցևին անունը գրոն է։ Հետևաբար կսկսենք ամեն հոգևոր իրականություն գրոնական չափանիշներով անել։ Եվ վերջավորության կդառնա գրոն առանց իր մեջի խոր զորությունը։ Հետևաբար մենք շատ զգուշ պետք է լանք, որ չլա հոգևոր բանը, որ մեր մարմինի մեջ սայտակած բնության պատճառով չարին թեմ տնելու համար մենք չանք կտապենք, այդ չանքեն չազատենք, որովհետև այդ բայկարը, որ ունենք մենք, այդ բայկարին յետևը Աստծո հետ հաղորդակցություն մգա, Աստծո խոստումներուն գադարումը գա, Աստծո դված բարիքներուն վայելքը գա եւ հավատացյալներեն շատեր, որոնք արդեն իրենց ցանկի առօրյային զզված գաբրին հոգևոր թիմադրությունը անելու մեջ, բնականաբար կտեսնես, որ այլևս զզված են եւ չեն աներ գնախնդրեն գրոնական ցևով, եկեղեցիկալ գրոնական ցևով աղոթել, գրոնական ցևով բոլոր բարդականությունները անել, բայց քրիստոնեությունը ադիգա չէ։ Այդ մեկ գրոնականը քրիստոնեության օվկիանոսի մեջ մեկ գաթիլ չէ։ Աստծո հետ մտերիմ հարաբերությունը լեցունություն է, ցանկի, որ հավիդյան բիդաբրինք, հավիդյան բիդի չսպարի, անոր բենզինը հավիդյան բիդի մնա, որովհետև հավիդյանց հավիդենից աբրողեն գախյալ գլա եւ ոչ թե մեկ գադարված բան է։ Հետևաբար մենք այսօր վնե պետք է վարժվենք իրեն միացած վիճակին մեր հոգևոր կյանքը ապրելու եւ ոչ թե քիդութենեն միջոցներ որթեքրելով ապրելու։ Այսինքն ներշնչում մներ, որ ես անցած շաբաթ ունեցա, արիթով մը այսպես դիրոջ հոգին ինձի խոսեցավ եւ ուղագի հայտնեց, թե ինչ բանը որ աչքով դու կտեսնես, ականջով կլսես, զգայարանքներով գշպվիս հետը Տուն անոր համացայն մարդ կլաս, ասեր ներշնչումը, և անոր գաբեց նաև մի քանի աստվածաշնչական համարներ, որոնց մեկը Հովաննու 12-ն է, որ մենք նորոգված մտքերով մարդիկ պետք է ելանք Աստծո բարի կամքը ճանչնալու եւ ապրելու համար, նաև գաբեց ինչու համար Տեր Հիսուս այդքան խստորեն, այդքան կարևոր նկատելով ասած է, եթե աչքդ կկայտակեցնե քեզի, ցերկդ կկայտակեցնե քեզի, ոտքդ կկայտակեցնե քեզի, հանե առանց անոր ավելի հեշտ է մտնելը թակավորություն, քան թե ադիգա լա եւ անորմով իրեն փերած ցանկություններուն մեջ ապրիս, ազդեցություններուն մեջ ապրելով զրգվիս հավիդենականեն։ Ուրեմն Աստվածաշունչի մեջ գերեւի անցյալեն իվեր, սկիզբեն իվեր, բոլոր անգումները, որ ունեցած են մարդիկ, հավատացյալներ, մարգարեներ, արդարներ, բոլորը սխալ ուղված լալնուն պատճառով է, բարձորեն սխալ ուղված են, սխալ ջամփամը արած են եւ այդ պատճառով է, որ ինգած են։ Օրինակներ դամ քովերնիտ արցանակրեցեք, Եվա բդուղը դեսավ, ինչով դեսավ, աչքով դեսավ եւ իրեն հաջելի թվեցավ։ Ուրեմն իր աչքը որոշեց հաջելի լալը անոր եւ մորցուց Աստծո գողմե այդ բդուղին մասին ըսվածը, չէ՞, հստակ է։ Սամսոն դեսավ քեղեցիկ բաղեստինցի գինը եւ անոր սիրահարվեցավ։ Ինքը, որ Աստծո գողմե գանչված մներ, սիրահարվեցավ բաղեստինցին եւ անոր ընթացք լեցուն սխալ հոգևոր զիջումներ ըրավ, նորեն իր աչքերը իրեն լավ հոգևոր բետքեր չդվին։ Իսրայել Աստծո ցայնին փոխարեն լսեց վախկոդության դրդունչը եւ շարունակ Աստծո
թիմած համեմատություն եւ փախտadություն գար իր մտքի մեջ լսելու վախի լուրերը եւ որ վախի լուրերը գլսեր նույնիսկ Աստծո պատկերը, փորձառությունները, փերած դպավորությունները եւ նույնիսկ այդ օրվա մեջ իրենց դված ճուրն ու գերագուրը գնսեմանային, գդգարանային անոր աստեցությունը Աստծո, որտեղ վախը դիրած կլար։ Ղովդինգինը յետև թարնալով նայեցավ եւ քարացավ եւ այդ վիճակին մեջ մեռավ։ Ուրեմն գնկադեք լսելը եւ նայելը ինչքան ազդած են այս մարդոց առօրյային, ուր որ քու զգայարանքներդ գահարին, բնականաբար անոնց կհետևի քու սիրտդ։ Տեսեք, մեր զգայարանքները եղած են, որ երկրի վրա ապրինք, Աստծո հետ մեր հարաբերութենեն առաջնորդված կործենք, ծառայենք երկինքի արքայության համար։ Ուր որ քու զգայարանքներդ գահարին, ուր որ գարդոնես, որ զգայարանքներդ աչքդ, պերանդ, ագանչդ, զգացումներդ հարին հոն երտան, քու սիրտդ այդ բաներուն կսկսի հաճիլ, բնականաբար։ Ինչ որ սիրտը իր գարքին ընդունի, բնականաբար կյանքդ այդ մեկը կընդունի։ Քեզի համար ադիգա բնական կդառնա, կսկսի սադիգա անել թուն ամեն օր։ Ինչ որ ուղղությամբ որ գերտա կյանքդ, ինչ ուղղություն որոշում առնելով կսկսիս ապրիլ, հավատքի քալեն հետ մեկը խիստ աղոթքի կյանք կունենա, վերջը կյանքի դարբեր հանգրվաններ, ամուսնություն, դպրոց, համալսարան, գործ եւ այլն, որևէ մեկը քեզի աղոթքի այդ լուրջ կյանքեն գահանե, դակութենեն գահանե, վանոց է մեկադի մեջ կմտցնե, բնականաբար քու կյանքդ այդ ուղղությամբ պիտի երթա։ Ամեն ինչ թուն ադոր համացային պիտի մտածես եւ հետեւաբար անոր համացային նաեւ գորոշվի քու ճակատագիրդ։ Գրնաս աշխատասեր լալ, գրնաս խելացի լալ, գրնաս զորավոր լալ, գրնաս հարուստ լալ, բայց եթե շեղեցիր հոգևորեն, կյանքդ եւ ճակատագիրդ ադոր հիման վրա պիտի հիմնվի։ Աշխարհը սիրելիներ նախ ամենաառաջին հերթին չի հարցագիր քու ունեցած վարդապետությանդ վրա։ Օրը չես լսեր սատանան գուքա եւ քեզի գսե այս վարդապետությունը սխալ է։ Չսեր քեզի այդպես բաներ։ Սատանան աշխարհը կսկսի կրավել քու աչքդ, կսկսի կրավել քու ագանչդ, կսկսի կրավել քու ուշադրությունդ, կսկսի կրավել քու երևակայություններդ, կսկսի կրավել քու սկացական արդահայտություններդ, այնինչ որ դու սկացումներով գրնաս ընդունիլ ներս, կսկսի կրավել անոնք։ Եթե թշնամին հաճողի մարզել քու զգայարանքներդ իր ցևով, պետք չունենար մարզելու քու վարմունքդ։ Բնականաբար թուն ինչ բանի մեջ որ մարզված ես, անիկա պիտի սկսիս արդահայտվել արդեն, քու վարմունքդ պիտի ըլլա քեզի մարզողին համացայն, եթե ինք հաճողի զգայարանքներդ մարզել, բնականաբար պետք չունի քու վարմունքդ փոխելու, թուն արդեն իրեն ուզածին պես պիտի շարժիս։ Աստվածաշունչը գսե Մատթեոս 6:22-ի մեջ աչքն է մարմինին ջրակը։ Ինչու համար Տեր Հիսուս այսպես ասավ, որ աչքն է մարմինին ջրակը, որովհետև աչքը միայն գենսապանական, biological, ֆիզիկական անդամը չէ։ Միայն այդպես չէ, որ գկործե մեր երյակ ինքնության մեջ, հոգի շունչ մարմին անձնավորության մեջ, աչքը հոգևոր ջրակարան մնե, որ գորոշե թե ինչ պիտի մտնե մեր ներքին աշխարհեն ներս։ Չես կնար աչքդ կործածել սխալ գերբով։ Չես կնար ասել աշխարհը շատ մեղավոր եղած է եւ ստիպված եմ նայելու։ Այն մարդ քող եղած է, ստիպված եմ քողնալու։ Ամեն մարդ այսինչ եղանակները գլսեն, այսինչ բաները գլսեն, ես ալ ստիպված եմ լսելու։ Ուր մնաց հավատքիդ կորձը, հավատքիդ զողությունը, Հիսուսը ընդունելու կարևորությունը, հավիտենական կյանքի արժեքները։ Տեսակ աշխարհը եւ մարդիկ սկսած են գործընծնել իրենց հոգեվորությունը գրոնականին պատճառով եւ սկսած են հանձնվել մեծամասնության խաղապարին։ Ինչ որ մեծամասնությունը գնե,
իրենք ագնեն, որովհետև հավատացյալներուն մեծամասնությունը գրոնական մոդեցում ունին նման բաներու մեջ, մարդիկ սկսած են քաչալերվիլ եւ այդ մեկը անել։ Բողոս Արաքյալ գսե հավատքը ծնունդ կառնե, քարոզությունը լսելեն, ուրեմն ագանչը թուր մնե։ Ինչ մտիկ կնես, անիգա քո հավատքդ կամ քո վախդ կզորացնե։ Եթե վախցնող լուրեր, վախդ կզորացնե։ Եթե հավատքդ քաչալերող լուրեր, ուրեմն ասիկա քու ինքնությունը զորացնող թուր մնե ագանչը։ Աչքը ջրակարան մնե գրնա քու մեջդ բաներ փոխեր։ Եբրայեցիներուն համար գսե մինչդեռ գարձր գերագուրը չափահասներուն համար է, որոնք վարժության ճամփով գրթած են չարն ու փարին զանազանելու իրենց ըսկայարանքը։ Ուրեմն ըսկայարանքները գրնան սորվիլ, ըսկայարանքները գրնան որոշել սորվիլ եւ գրնան որոշել չսորվիլ։ Ուրեմն ըսկայարանքները գրնան հնազանդիլ Աստծո խոսքին կամ գրնան հնազանդիլ աշխարհեն եկած ցայնին։ Դու գրնաս որոշել սորվիլ, գրնաս որոշել չսորվիլ։ Ուրեմն պետք է նկատի առնենք, որ մենք ինչ ցևով գաբրինք, ինչ ցևով գքալենք։ Եկեղեցու հայրերը բոլորը շատ լավ գիտեին ըսկայարանքներուն կարևորությունը եւ անոնց բերած մեծ վտանգը անուշադրության բարակային։ Մեկը գսե Վասիլիոսը գսե միտքը գծեվավորվի այն բանին համաձայն, որուն հաջող կնայիս։ Քու միտքդ գծեվավորվի անոր համաձայն, ինչպես գնայիս, այն բանին, որ հաջող կնայիս։ Ուրեմն եթե դու ժամանակիդ մեծամասնությունը գուտաս Facebook-ին, միտքդ անով պիտի ցևավորվի։ Եթե գուտաս լուրերուն, լուրերով, եթե գուտաս ֆիլմերով, եթե գուտաս Աստծով։ Հետևաբար աղոթքը չէ, որ այս բարակային գորոշ է, աղոթքը եթե հրաշք ընե, քեզի այդ սխալ բաները լսելեն եւ թիդելեն պիտի հերացնե։ Մինչեւ հերացնե քեզի անոնցմե հրաշքը չես տեսնել պիտի գադարվի կյանքիդ մեջ։ Ուրիշ մեկը գսե Հովանես Ոսկեպերանը կանցերդ ավելի բահբան է քո աչքերդ, որովհետև աչքը մեղքը ներս մտնելու թուրն է, մտցնող թուրն է։ Աչքեն ներս մեղքը կմտնե, yani մեղքը մարմինիդ մեջ կմտնե եւ քու իրավունք դվիր նայելու համար արդոնեցիր որ նայիս մեղքը իրավունք եւ իշխանություն ունեցավ քու մեջ այդ փոփոխությունները նելու, ցևավորումները նելու։ Գսե նույնի շատ անգամ մեղքը մեր աչքերեն ներս կմտնե առանց մեր իրեն արդոնելուն։ Որտեղ վարժված ենք նայելու, զսպում չկա եւ հետեւաբար ադիգա գաստե։ Գրիգոր Նասիացին գսե ամեն ինչ որ ագանչեն ներս կմտնե, քու շունչդ կցևավորե։ Ամեն ինչ որ քո ագանչդ գլսե անդեն ներս կմտնե, քու շունչիդ, քու միտքիդ, քու փափակներուդ, քու ցանկություններուդ, քու գամքիդ վրա աշխատի եւ գցևավորե իր մտածին համացայն։ Հետեւաբար չես կնար որևէ մեկ բան լսել։ Մեկ հատ լսեմ, Եփրեմ Սուրիացին գսե, երբ ըսկայարանքները թափարական ծրված վիճակի մեջ են, սիրտը անդուն կդառնա։ Գործված կսկաս տուն քեզի, անդեր կսկաս, դերը քեզի հետ չէ կսկաս, հա? Տուն դեղ չունիս եկեղեցի մեջ, երկինքի տակավորության մեջ, դարբեր մարդիկ դարբեր վիճակներով կսկան։ Այս զգացումը կունենաս, որովհետև քու անցդ ըսկայարանքները թափարական ծրված վիճակի մեջ է, հոգևոր հաստատված, ամրապնդված վիճակի մեջ չեն։ Ինչպես կցևավորեն մեր ըսկայարանքները մեր վարմունքը, որ նույն գահանտիբի ներկա ժամանակին հոգեբանները ինչ կսեն, այսին հոգեբանական թարգմանությունները կհաստատեն այն ինչ որ արդեն գանուխեն Աստվածաշունչը սորվեցուցած է։ Մարդուն ճիղերու համագարկի մասին գսե այն ինչ բանի վրա որ անընդհատ տուն կետրոնացած կլաս, ադիգա քու ուղեղիդ ուղին ջամփան գթարնա, այլևս ուղեղդ ամեն ինչ ադոր համացայն գլուծե։ Որևէ խնդիր քեզի բադայեցավ, այդ քու սովորաբար քալած ջամփուտ համացայն գսկսի եզրակացություն, ենթադրություն, որոշում գայացնել եւ ադոր համացայն գաբրի։ Քու աչքերդ եւ ագանչներդ փարացիորեն գցևավորեն քու ուղեղդ։ Ինչ բանի որ շատ գնայիս, ինչ բան որ շատ գլսես, բնականաբար քու ուղեղդ
գծեվավորվի անոնց համացայն, անոնց լոջիկը, անոնց դրամապանությունը, անոնց գարձությունը, անոնց մեղմությունը, անոնց խաղաղությունը, նայած ինչ է անոր համացայն կսկսի աշխատիլ։ Վախին նայե մտահոգվելու կսկսիս։ Անմակրության նայե քու հագումներդ գսկսին այլևս դգարանալ մակրության նկատմամբ։ Չես կնար այլևս որոշում գայացնել, որ մաքուր բիդաբրիս։ Գորոշես գսես մաքուր կյանք բիդաբրիմ, բայց նորեն գինաս։ Որովհետև թուն շատ գնայիս անմակրության, շատ գլսես անմակրության մասին, բնականաբար քու մեջ հագարակ ուժը գավելցնես, հավատքի դեմ պատերազմը թշնամին գզորացնես։ Ժխտականին նայե, ժխտական գոմնակցությունը գզորացնես։ Քիչ մը խոսե ժխտական, քիչ մը լսե ժխտական, քիչ մը թիդե ժխտական, բնականաբար ժխտականի գոմնակցությունը, այսինքն քու խոսած ադենդ, քու ոճդ կսկսի ժխտական դառնալ։ Աստծո խոսքին նայե, ուղեղիդ մեջ հավատքի եւ խաղաղության բաժինները գզորացնես։ Քանի օքի երբ այսպես նվիրում ցույց տված է հավատքի գարթալու, աղոթելու, այդ ամիս վեր եղած է իր սկացումները, որովհետեւ իր ուղեղի մեջ հավատքի բաժինները զորացուցած է, խաղաղության բաժինները զորացած է։ Գսկաս որ աստժվարությունը եկավ անցավ, ես սովորականիցպես նեղություն չունեցա։ Ըսկայարանքները ըսկացական մտնոլորտը կստեղծեն։ Քու ըսկացումները գմարզվին, քու սիստեմը գմարզվի, թիդածներովդ, լսածներովդ, երևակայածներովդ, ուշադրություն դարձուցած բաներովդ։ Ինչ բան, որ ամենաշատ առօրյայիդ նկատի գարնես, անոնցմով է որտուն կսկսիս մարզել քու անցդ։ Ադոր համար են կան մարդիկ, որոնք կտեսնես ցանկությամբ կարտահայտվին, իրենց խոսակցությունը, իրենց ըսկացումները միշտ ցանկության կապված են, ուրիշներ վախի կապված են։ Եվ որ հետ խոսիս, որ մեկնույթը որ խոսիս, Աստվածաշունչի ամենազորավոր համարնալ, իրեն խոսիս ինքը անոր վախի դարբերակը ունի։ Քանի օքի դես է, վախի դարբերակը ունի։ Ուրիշները փարգությամբ, ամեն ինչ փարգությամբ կրլա իրեն հետ։ Ուրիշները խաղաղությամբ ասոնք բադահական չեն լար, հաբա բարձորեն, որովհետև թուն ցկած ես սկայարանքներդ, սկացումներդ մարզվին ասոնց մեջ, այլապես չի գրնարելալ այդպես։ Հետևաբար ինչքան գրնաս շիդագը պիտի ընես։ Զգուշ պետք է լանք, որովհետև այս սկայարանքները խաղապարներեն ավելի գրնան, լավ գրնան սահմանել ինքնությունդ։ Ավելի լավ աշխատանք կդանին, զորավոր աշխատանք կդանին քու ինքնությանդ վրա։ Դու մինչև արդուս ես ասեմ, եթե որ անցդ ըսած դեղիդ մեջ չես ապրեցնել, դու գրնաս վտանգի մեջ լալ։ Մարդիկ ոչ միայն իրենց համոզումներուն համացայն գծեվավորվին, հաբա գրկնվող աստակներու միջոցով, առօրյադ ինչպես գաբրիս, անոր համացայն։ Մշակույթը գմարզե քու սկայարանքներդ, սկայարանքները գմարզեն քու սիրտդ, սիրտդ գմարզե եւ հարաճ կբերե, դուրս կբերե քու ինքնությունդ։ Ասե ընթացքը։ Եթե դու ըսկուշ չլաս, բնականաբար դու ասոնց մեջ պիտելաս։ Մշակույթը գմարզե սկայարանքներդ, սկայարանքները գմարզեն քու սիրտդ եւ սիրտդ բնականաբար գթարնա գմարզե քու ինքնությունդ։ Անոր համար է, որ Աստված Իսրայելին գսե, լսե ինձի, ով Իսրայել։ Շարունակ գրկնվող Աստծո խոսքը լսելով է, որ իրենք պիտի մնացած ազդեցություններուն գարենային թեմ տնել։ Ժամանակակից մշակույթը ներկա թարի մշակույթը եկեղեցիեն ավելի գսորվեցնե հավատացյալներուն։ Հավատացյալները բավարարված գրոնական ցևով գիրագի օրը հավատքը ապրելու կորց կնեն եկեղեցիու կան, շաբթվան ընթացքին աղոթք մգնեն, անցյալի նույն հավատացյալները գրոնական եկեղեցի, ավանդական եկեղեցի կացողներուն համար նույնը գսեին, այսօր շատ անգամ լեզուներու բարգև ունեցողները, Սուրբ Օքիով մգրդվածները նույնը գնեն, որովհետև գորոշեն եւ իրենք նորեն գրոնականին վերադարձուցին իրենց իսկ մեջ եղող գրագը։ Բարդականությունը նելով կբավարարվին շաբթվա ընթացքին աղոթքի մուտ չունին, պատճառաբանությունը ժամանակ չունի մե։ Ուրիշ ամեն ինչի կտեսնի ժամանակ կա։ Բանը չեն զրկված։
Քետնին դագեն ժամանակ կրնան հանել, բայց Աստծո հետ հարաբերության մեջ, ասիկա գրոնականին ազդեցությունն է։ Այսօր բաստարները, սկրինները, TV-ները եւ ասոնց նման բաները քու աչքերը գաշագերդեն, կսորվեցնեն, կթաստիարագեն։ Աղմուկը, որ քու կյանքի 4 կողմը գաշագերդե քու ագանչներդ։ Շարունակ։ Մշակույթը գաշագերդե քու սկացումներդ, ընկերային ցանցերը, միդիան գաշագերդեն ինքնությունդ։ Անորամար ասոնց մեջը պիտի նայես ու ինչ կթիդես, ինչ կլսես, ինչ կարդոնես թիդեն բզդիկներդ, ինչ կարդոնեն թիդեն սիրելիներդ։ Քրիստոնյաները իրենց հավատքին բագասը լալուն համար չէ որ ետ գինան, backslide կլան, հաբա իրենց սկայարանքները սխալ ուղղության մեջ դարած լալուն համար։ Իրենց աղբյուրը, իրենց միտքը, կյանքը, զգացումները ցևավորող աղբյուրը աշխարհն է, ան է պատճառը, որովհետև մենք բոլորս հավատք ունենք։ Մեր ունեցած հավատքով Աստված որոշեց, ընդունեց մեզ որդիներ գոչել եւ մենք դակավին որդի ենք։ Բայց մեր թեմ գտնվող ջնշումներուն, փորձություններուն, ինչքան փորձառություն ունենք թեմ տնելու, մեր հավատքը կորցածենք, ադիգա շատ մեծ դարբերություն կնե։ Հավատացյալ եմ։ Բայց ինչքան կրնամ թեմ տնել պայմաններուն, ինչքան կրնամ ապրիլ իմ հավատքիս աղբյուրեն, դիգա երկրորդական է։ Եվ հետևաբար ասիկա ուղղակի մեղք չէ, խնդիրը մեր մեղքի հետ չէ, խնդիրը սկայարանքներուն սխալ ուղղությամբ քալելն է, երթալն է։ Սուրբ Օքին հետևյալ խոսքը սավ ինձի, դուք ոչ միայն կանչված եք խուսափելու Աստծո խոսքին արգիլած բաներեն, նորեն գարտամ, ոչ միայն կանչված եք խուսափելու Աստծո խոսքին արգիլած բաներեն, հաբա կանչված եք, որ ժամանակագից աշխարհի մեջ Աստվածաշունչին մշակույթը ստեղծեք։ Հավատացյալներ կան միայն կփորձեն փախուստ տալ, մենք մեզի գզրգենք կարգ բաները, բայց աշխարհեն փախուստ չենք տար, մեր փուն նպատակը մշակույթը ստեղծել է, որ գնամանի երկինքի արքայության ցևին։ Սրբությունը, սիրելիներ, միայն սխալեն փախչիլը չէ։ Սրբությունը, ապրիլը եւ անոր մշակույթը երկրի վրա հաստատելն է։ Այդպես ապրեցավ Հիսուս, այդպես ապրեցան եկեղեցու բոլոր հայրերը, այդպես է եկեղեցու գոչումը առաքելությունը։ Աչքերը պետք է լան գետրոնացած խոսքին վրա, գետրոնացած մաքրության վրա, գետրոնացած Աստծո գործերուն վրա, գետրոնացած Աստծո քեղեցկության վրա։ Մեր աչքերը, ագանչները պետք է լսեն խոսքը, պետք է լսեն Սուրբ Օքին ցայնը, պետք է լսեն մարգարեական քաչալերականները։ Պետք է մաքրվին աշխարհիկ աղմուկներեն մեր ագանչները։ Մենք է որ քավաթը լեցվի, քիչ մեզի զզվելի բան գա այնադեն կհրաժարինք։ Բայց աս քավաթը լեցվեցավ, ինչ են գլեցվի աս քավաթը։ Ինչու համար շատ շուտ եւ արագ պիտի բարգանաս։ Ինչու շատ շուտ եւ արագ պիտի ընտրվես։ Ինչու շատ շուտ եւ արագ հավատքի վիճակետ մեկ կդոր քեդին բիծարնվիս քլուխդ բադեմ բադին բիծարնես։ Պիտի հոգեվոր արույն տապես։ Ինչու։ Որտեղ արդեն քավաթդ գլեցվի գոր արորիային, ագանչդ բաներ գլսեն որդուն գառնես մեջը գտնես։ Սիրտը պետք է ըսկա Հիսուսի ըսկացածը։ Պետք է սիրտը պատասխանե քութով ցանկի դարբեր բաներուն, արդահայտվի ինքզինքին դիրաբետած լալով։ Սիրե ինչ որ Աստված կսիրե, սիրտին վիճակը ասիկա պետք է լակ։ Մեր երևակայությունը պետք է երևակայե Աստծո խոստումները։ Մարդիկ խապած են հավատացյալներուն, այսերը դուք երևակայական կյանք կաբրիկ։ Ինձ իսե մեկը որ քյուդրավ, մեկը որ բամը ստեղծեց, մեկը որ լման օրգանցն է եւ երևակայություն չունի։ Անոր ուրիշ անուն կուտան, մեկը որ առանց երևակայելու գաբրի։ Տարբեր տեսակի եւ մագարտակի երևակայել գա։ Աստծո խոստումները երևակայե։ Գիտեք ես ինչքան բادرազմ ունենամ շատ անգամ Աստծո խոստումները երևակայելը միտքիս մեջ բերելու համար։ Այդքան ջնշում, այդքան մտադանչություն, այդքան պայմաններ, բարականեր խդացած կլան, որ կփորձեմ Աստծո խոստումը դվյալ նյութի շուրջ բերելու դժվարություն ունենամ։ Ժամանակ գարնե։
Մինչ կփորձեմ այդ խոստումը երևակայել, կտեսնեմ գնդհատվի ուրիշ միտքով, գնդհատվի ուրիշ գործով։ Բادرազմ կանորթեմ։ Հետևաբար ես պետք ունիմ վարժեցնելու անցս այդ երագը պետք է զորանա, այդ մգանը պետք է զորանա։ Երևակայությունը պետք է պատկերացնե աբակայի համար Աստծո դեսիլքը, որ դրված է մեզի։ Պատկերացնե սրբությունը Աստծո։ Մերժե շունչը աղդոդող, բղդորեցնող, աղավաղող երազանքներեն։ Գիտեք բոլորը դալ երազները ինչպես կլան։ Այդպես ընելով է մենք կցևավորենք Աստվածաշունչին մշակույթը։ Փորձե սիրելիս փոխել, ոչ թե թեմ տնել։ Պայմանները որ կան, որ քեզի կվերապերին, փորձե զանոնք փոխել։ Ոչ թե թեմ տնել։ Թեմ տնեսն է չանք է։ Ամեն օր թեմ գուքաս տնելու։ Փոխելը որոշում է։ Ես գմերժեմ աս, գուզեմ աս։ Ուղեղը չի գրնար հնազանդիլ, երբ ուղեղին ասես այս բանը մի մտածեր։ Կանոք հետս կհամացայինի փորձառություն ունի, ուղեղը երբ գաշխատի բանի մշուրդ, իրեն չես կնար հրաման տալ, ասելով որ այս բանը մի մտածեր։ Կանոքի փորձած է միտքը, որ գդանչե իրեն գիշերը քունը կփախցնե եւ կփորձե չմտածել, թեմ գտնե չի աչողիր։ Կանոքի ունեցեր այդ փորձառությունը, քեզի մտիկ չներ։ Ուղեղը միայն փոխագերբվածին մտիկ կնե։ Երբ կփոխագերբվի, գնորոքվի միտքը, այն ադեմ բնական ապարադիգա գաբրի։ Դու մինչև արդու աղոթե, մինչև արդու ուսե, եթե թուն չես փոխագերբեր, նույն դեղը պիտի կաս։ Եվ ասիկա լուրջ հավատացյալներու խնդիրն է, հավատացյալները աստուծո մե բաղած են, քաղց եղած են, ասպաներուն համար, որ գրոնական է իրենց դրա, որ իրենց որոշում եներ։ Հետևաբար զգայարանքները լեցուր խոսքին միջոցով, բոլոր մույս բաները զինատապ պիտի ելան։ Խոսքի ինչ կսե, ընդունե, գիրարե, արորյայիտ մեջ մծուր, պիտի նայիս որ միտքդ ինչպես պիտի սկսի աշխատիլ։ Յանքիտ մեջ ասիգանելու համար սուրբ վարժություններ մծուր, արավոդյան ընթերցումի բահատմի գործընծներ, դան մեջ երգրբակության մտնոլորտ ունեցիր։ Ես հավատացյալներու դուներ գիտեմ, չեմ գնար զանազանել աշխարհիկներու դուներեն, երկերեն, մուվիներեն, վարմունքներեն, գրիվներեն, թշնամություններեն, լարվածություն, չեմ տեսներ դարբերություն, անգեղծ, զավակ են, բայց կորձնական կետնի վրա, այդ մտնոլորդեն ինչ պիտի ձնի, բնականաբար պիտի ձնի, ինչ որ մտնոլորդն է, սահման թիր դեսողական աբագանութենեն, ասինքն աչքերը ինչ կդեսնեն, ասիկա սուրբ վարժություն է, սահման թիր աչքերը ինչ կդեսնեն ամեն օր, ինչ կթիդեն ամեն օր, օրական լուր բահեր ունեցիր, բահը կդիրած, բահը դերոչ կբատկանի, 5 վարգյան, սկսե 5 վարգյանով, գամ եկի 5 վարգյան ժամանակ չի կտներ, 5 վարգյան, լուր բահ, Հիսուսին է, մեկը չի գնար խոսիլ այս բահուն, ինչքան գուզես գարձր եղիր, հոգ չէ, այս բահը իրեն կպատկանի, այս քարե են ներս, մեկը ինձի չի նեղացնե, լուր բահր է, կարևոր չէ ինչ կսկաս այդ բահուն քեզի խոսեցավ կամ ոչ, տուն այդ բահը իրեն նվիրեցիր, իր կործն է, քու իրեն նվիրածդ ինչպես պիտի ընդունի, ինքը դագարանը լավ ցույց կուտա ասված նվերները ինչպես կընդունի, նույնիսկ որ չուդեր միս, նույնիսկ որ չուդեր արույն, բայց անուշահոտ կսե այդ աղդոտ հոդին համար, որ մարդոց նվիրում են ելած է։ Չեմ կեր եթե բնամ նկատի առած եք, եթե այդ բոլոր մաշկերը, բոլոր մարմինի միսերը այրեն ինչպես հոտ պիտի ելեր, շատ անգամ։ Նվիրումին համար անուշահոտ էր Աստծո շատ անգամ։ Ընտանիքետ ներս ունեցիր սուրբ քրային մշակույթ, շինե սուրբ քրային մշակույթ։ Մշակույթը իրականության մեջ ազգերեն չսկսիր, հաբա ընտանիքի դիդած բաներեն կսկսի։ Մենք այսպես մեծեր ենք, մզդիկները դա այդպես մի մեծներ։
Մենք այսպես եղեր ենք բզիկները, դա այդպես մի ներ։ Թյուրին է նետել հայրերուն մայրերուն վրա, թյուրին է նետել ազգի վրա, որ այսպես է, այնպես է։ Դու մի ներ, եթե գիտես, գիտագից ես, կարող ես, հավատացյալ ես, դան մեջ երկրբակության մթնոլորտը ստեղծե։ Թող բզիկները շարունակ դունին մեջ Աստծո խոսքը երգեն, հոգևոր բաներ մտի գնեն, բաներ մտի գնեն, որ իրենց առօրյան պիտի ավելի թեպի հոգևորին մեջ տանի։ Մշակույթը կգազմվի փոքրիկներուն լսածներեն, գրիվեն, նյութերեն, մուվիներեն, երկերեն, ամեն ինչ մշակույթ անով կստեղծվի։ Զգացումներուդ գադարած արտահայտություններեն ինչպես գարդահայտվիս, դանդ մտնոլորդեն։ Հետևաբար զգացումներդ օրական նվիրակորձե Աստծո։ Տեսեք Դավիթ ինչ կսե 119:37 Սաղմոսի մեջ. «Ետ դարձուր իմ աչքերս, որբեսի սնոդի բաներ չտեսնեն»։ Գսե աչքերս ետ դարձուր, որբեսի այդ սնոդի բարաբ, փուջ, սխալ, ժխտական աստեցություն բերող բաները չտեսնեմ։ Ուժ գուզե դերոճմեն։ Վարժեցուր քու զգացումներդ ձոմի, թող զգացումներու ձոմն ես։ Մարդիկ սորված են միայն գերագուրի ձոմնել։ Մինչև գեսոր ես անոթի կմնամ, արդեն ինքը մինչև գեսոր բամը չուդեր։ Զգացումներդ վարժեցուր ձոմի։ Ձոմ աղմուկ է։ Ձոմ բաստարներեն, մոբայլին, սկրիններեն, TV-ին, սկրիններեն, ձոմ, անդեղի խոսակցություններու ձոմ։ Այո, այսօր ինձին նեղացուցին, բայց ես այդ մասին պիտի չխոսիմ այն աղբյուրներուն կամ այն դեղերուն, որ ընդհանրապես ինձի մտիկ կնեն։ Այսօր ձոմ պիտենեմ, նայեմ դերը ինչ պիտի սե ինձի այսօր, փոխանակ ես խոսիմ, բարեկամույս գլուխը լեցնեմ իմ դերդերովս։ Ձոմ աշխարհիկ պատգերներեն, ասոնք զգացումներդ կվերաշտկեն Աստծո համար։ Դու քեզի ավելի պատրաստ, ավելի ադակ կգտնես Աստծո համար։ Երբ սկայարանքները մարզված են, ամբողջ կյանքը կհետևի։ Մաքրությունը բնական կդառնա քեզի համար, աղոթքը հաճույք կդառնա քեզի համար։ Մեկ հատ հիշեր Սուրբ Օքիով մգրդված օրերուտ, երբ Հիսուսը սերն ացունքներդ կվազեին, ինչպես կմտածեիր այս գեդերու մասին։ Մաքրությունը բնական կդառնա, աղոթքը հաճույք կդառնա։ Գիտեք, նույնիսկ աշխարհի 4 կողմ, միայն ոչ հոս, մեծամասնությունը հավատացյալներուն իրենց հաճելի բան կփնտրեն, աղոթքը շատ հաճելի չէ այլևս։ Իրենց կայարանքները իրեն հաճելի թվող բաներով գաբրի, ինչ տարբերեցավ եւ այն։ Աղոթքը հաճելի չի թվիր։ Որովհետև գործընծուցած է աղոթքին հաճույքը ցերկ բերող սահմանը, շատ հերույ անդեղ են։ Զանազանություն այլևս սրամիտ կդառնա մարդուն։ Ավելի լավ զանազանություն գնե, պայման չէ շուտ ամիջապես Սուրբ Օքիեն ներշնչում ունենա, հայտնություն ունենա, իր միտքը ավելի սուր գլա, ավելի լավ կզանազանե։ Պողոս կսե վերջապես Աստծո Հոգին իմ մեջս է, իմ որոշումներուս մեջն է։ Զգացումները գարդահայտվին սրբությամբ, ամեն ինչի մեջ։ Սրբություն այլևս ոչ միայն մաքրություն, սրբություն այլևս այդ իմաստով, որ մեգություն կա քաղաքարներու, անշարժություն կա, գայունություն կա։ Սիրտը խարիսխի վրա ամրացված կդառնա։ Համը չի փոխեր քու գեցվածքդ։ Ոչ թե համարություն միան, հապա ճշմարտության վրա գեցած խարիսխված Աստծո ներկայությունը անփոփոխ եւ գայուն կդառնա կյանքիդ մեջ։ Այդ բիսով քու շուրջդ կգազմվի Աստվածը շնչական մշակույթը։ Ինչ որ աչքերդ կսիրեն, սիրելիս, սիրտդ անոնցմով կցևավորվի։ Բնականաբար, անոնցմով կլեցվի։ Ինչ բաներու որ ագանչդ կհնազանդեցնես, շունչդ անով պիտի ցևավորվի, փախուս չունիս։ Ինչ բաներու որ շունչդ վարժություն ընե, կյանքդ կսկսի ադոր համացայն արդատրել բաներ, ընել բաներ։ Ասե մեր կյանքը։ Հետևաբար, եկեք այսօր թեմ չտնենք այս իրողության։ Թեմ չտնենք, չփորձենք չանքերով բամը ընել, որոշում կայացնենք։ Մենք շատ անգամ հոգևոր կյանքը կգոչենք դժվար,
Գիտեք ինչու։ Որովհետև համաձայն չենք, որ հոգևոր կյանքը մեզ մեր սիրած բաստարները վերցնե։ Համաձայն չենք, որ հոգևոր կյանքը մեր ականջին լսածները գսե թատրեցնենք։ Անորոման մեզի դժվար կթվի։ Հիմա մեկ քեզի չի սիրած բանը թողնե ինչ կսկաս։ Գրիվ դնես, քեզ կսկաս, դժվար կսկաս, կներվիս։ Մենք նույն Աստծո հետ կնենք, որ Աստծո խոսքը գսե մեր լավության համար Ուսկուշ եղեք այս բաներուն եւ մենք չենք ուզերնել ամեն անգամ որ լսենք մեր լարվածությունը Աստծո թեմ գավելնա փոխանակ մեր փոփոխությունը կա եւ մենք ազատագրություն վայելենք անորոմար ուսկուշելանք ինչ բանի գնայինք ինչ բան կլսենք մեր սկայարանքները ուր սպաղված են ամբողջ օրը Եվ մենք գրնասել որ ես կորձիս մեջ շատ բաներ ունիմ նույնիսկ կորձիտ մեջ նայր ուրիշի նրածը քեզի մեղք չէ Ուրիշին ռած մեղքին համացայն ըլլալը քեզի համար սխալ է եւ քեզի համար վտանգավոր է Չկա սխալը որ գնես եւ ինքը հունդ չէ Ձարի պիտի չվերածվի ձար պիտի չլա անպայման պիտի որ այդ հունդը ձարի վերածվի իր բդուղը պիտի բերե Դերը եղիր քո հավատքի կյանքի տուն հավատացյալ ես կովինից է տուն հավատացյալ ես Դերը եղիր քո հավատքի կյանքիդ Ամեն